իրանց աշխատանքի արտադրողականությունից։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Գոնջարյան։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, ներկայացման համար։ Այսօր վարչապետը իր բացման խոսքի ժամանակ նշեց, որ 2026 թվականից գործելու է անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգ, այսինքն քաղաքացին անկանխիկ, ասենք ենթադրենք 10,000 դրամ առևտուր անելու դեպքում 2%-ը, եթե ճիշտ եմ հասկացել, ետվճարի տեսքով վերադարձվելու է իրեն։ Սա շատ լավ որոշում է եւ ըստ էության սա անուղղակի նաեւ ինչ որ իմաստով աշխատավարձի բարձրացում է մեր քաղաքացիների համար։ Ես խնդրում եմ այս հնարավորությունը օգտագործելով մի քիչ մանրամասնեք այս պահի դրությամբ, որքան որ տեղեկատվություն կա այս որոշման վերաբերյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իրականում այս ծրագիրը մշակել ենք արքայի հետ միասին, արքա համակարգի հետ միասին եւ հիմա վերջնականացման փուլում ենք այդ թվում նաեւ տեխնիկական հնարավորությունների հետ կապված եւ մեր նպատակն է այս ծրագիրը գործարկել հունվարի 1-ից ետվճար ստանալու են բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն արքա քարտեր։ Արքա քարտերով արված վճարումներից, եթե դա չի վերաբերվում խաղային ոլորտին, ստանալու են ետվճար 2%-ի չափով։ Ես ավելի շուտ կասեի, որ մեր մոտ էժանանալու է անկանխիկ առևտուրը եւ դրա հակառակը կլինի կանխիկով առևտուր անելը լինելու է 2%-ով ավելի թանկ։ Սա է այն հիմնական մոտիվացիա, որով մենք շարունակելու ենք ստվերի դեմ պայքարը, ստեղ ըստ էության երկու հիմնական նպատակ ենք հետապնդում։ Առաջինը շարունակել ստվերի դեմ պայքարը եւ մեր անկանխիկի քաղաքականությունը եւ բնականաբար նպաստել մեր ազգային վճարային համակարգի կայացմանը եւ բարելավմանը։ Շնորհակալություն, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Ես կարծում եւ համոզված եմ, որ ստվերի դեմ պայքարում խրախուսող գործիքակազմը միշտ ավելի արդյունավետ է եւ նաեւ մեր փորձը հենց սա է ցույց տալիս։ Ես նաեւ ուզում եմ հույս հայտնել, որ արքա համակարգի կատարելագործման ուղղությամբ հավելյալ աշխատանքներ կտարվեն, մասնարարպես հիշելով վերջին մի քանի դեպք արքայի խափանումների, նաև հույս ունեմ, որ արքա քարտերի սպասարկման վճարների ավելացումներ ըստ էության ուղղակիորեն պայմանավորված այս ռեֆորմով տեղի չի ունենա եւ օգտվելով նաեւ այս քանի որ խոսում ենք հետվճարի համակարգից, նաեւ եթե ձեռքի տակ ունեք կենսաթոշակների թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի հետվճարի ծավալների մասով, եթե ունեք վիճակագրություն, օրինակ նախորդ տարվա կամ վերջին ամիսների, խնդրում եմ դա եւս ներկայացրեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես եթե խոսենք վիճակագրություն այս պահին ձեռքից տակ չունեմ, բայց կարող եմ ասել, որ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետ վճարի տրամադրմանը 2026 թվականի բյուջեով նախատեսվել է 20 միլիարդ դրամ, որը ավելի է 25 թվականից 7.6 միլիարդ դրամով։ Սրան եւս մեր քննարկումների արդյունքում մինչև բյուջեի վերջնական հաստատվելը եւս կավելացվի, որովհետեւ ինչպես վարչապետը ասեց, մենք նպատակ ունենք ետվճարի չափը 12%-ից դարձնել 20% եւ սա որոշակի հավելյալ միջոցների կարիք կառաջացնի, որը պետք է այս ծրագրի վրա ավելացնենք։ Ձեր հարցի առաջին մասը արքան իր համակարգի վերազինման համար զգալի ջանքեր է ներդնում եւ դա ոչ միայն վերաբերվում է
համակարգի կայունությանը, այլ նաև նոր գործիքների կիրառմանը, վստահ եմ, որ արքան ինքը հայտարարությամբ հանդես կգա եւ կներկայացնի այն նաև նորամուծությունները, որը տեղի ունենալու մեր քաղաքացիների հարմարավետությունը բարձրացնելու համար։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Թունյան։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան նախ ներկայացման համար։ 3 հարց ունեմ, շարունակելով աշխատավարձերի թեման, որ պարոն Խաչատրյանը նշում էր, խոսքը գնում էր միջին աշխատավարձի մասին, մեզ մոտ վերջի տարիներին միջին աշխատավարձը գնալով բարձրանում է, ինչը շատ լավ է, բայց մյուս կողմից այդ միջին աշխատավարձի բարձրացման արդյունքում խորանում է, խզում է պետական համակարգի աշխատավարձերի եւ մասնավոր համակարգի աշխատավարձերի միջև եւ պետական համակարգում աշխատանքը գնալով դառնում է պակաս, գրավիչ, գայթակղիչ։ Հաշվի առնելով պետական համակարգում աշխատանքի ծավալը, ծանրաբեռնվածությունը ու այդ մրցակցությունը, ձեր կարծիքով մենք պիտի գնանք պետական համակարգի աշխատավարձերի ֆունդամենտալ վերանայման, բնական